Բացառիկ օր մեր գյուղերի ու գյուղատնտեսության համար։ Պատմության մեջ առաջի անգամ հայկական թար միրգ բանջարեղենը արտահանվելու է Սինգապուր 8000 կիլոմետր հեռու ասիական շուկաների խաչմերուկ։ Փոխվել է ամեն ինչ, նոր շուկան, նոր ստանդարտներով։ Ծնեբեկի չափերը, մի հատ ինչ չաղ ծնեբեկներ ենք ուղարկում, հատիկ ջոգած։ Սա 18 մմ ու ավել չափերն է, այստեղ 16 մմ-ից 18 չափերն է։ Բոլորը հատիկ ստուգել ենք, որ հանկարծ պրոբլեմ չառաջանա։ Հիմա անցնենք փաթեթավորմանը։ Իմ հետևում նոր արկղերն են, կարդոն պլաստից, ստանդարտ, որը համապատասխանում է եվրոպական ու ասիական շուկայի պահանջին։ Հիմա միասին գնանք, հավաքենք ու դասավորենք ծնեբեկները։ Extra large, 16-ից 20 մմ։ Սա մեր չափն է, որը ուղարկելու ենք։ Հիմա անցնենք փաթեթավորումներին։ 11 հատ, 450 գրամանոց, մատ խնդրում եմ մոտարի, հայկական օրգանական, միջազգային սերտիֆիկատով, այստեղ արդեն տարայի վրա 5 կիլոգրամ 11 կապ, յուրաքանչյուր կապի քաշը 450 գրամ, որը նաև այստեղ է ֆիքսված։ Հիմա այս ամեն ինչը փաթեթավորենք ու ցույց տանք։ Արխի բարձրությունը 25 սանտիմետր, ծնեբեկի բարձրությունը 24 սանտիմետր, այս մի սանտիմետրը ազատ տարածքն է, առաջին շարք, դնում ենք խոնավություն կլանող ու առանձնացնող թուղթը ու անցնում ենք հաջորդ շարք։ Վերջի ամենակարևոր շտրիխը։ Այս դաշտերից, այս փաթեթավորած մեր հայկական ծնեբեկը 3-4 օրից լինելու է աշխարհի ամենաուժեղ շուկաներից մեկում։ Այս ամեն ինչը 2 տարվա աշխատանքի, այցերի արդյունք է։ Ժողովուրդ հեշտ չի լինելու։ Գործընկերը չինացի, որ մի տոննա պատվեր տվել է, խնդրել ենք, որ 3 անգամով ուղարկենք, որ կարողանանք այդ ստանդարտը ապահովենք։ Նույն պրոբլեմն է նաև օդուղիների հետ կապված։ Դուբայ, Քաթար ցնցված են ուղիները, թանկ են բավական, բայց մենք պետքա գործենք մեր վաղվա լավ օրվա համար ու չնայենք անհարմարություններին։